Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է ոսկեպառում, մինչև այդ կուսակցության ներկայացուցիչները Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում օրհնություն են ստացել Տեր Աբել Քահանա Քարթաշյանի կողմից։ Քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Քվեաթերթիկի 14-րդ համարով։ Կուսակցության կարգախոսն է «Կերտենք հայկական պետություն»։ Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի գլխավորած թիմը քարոզարշավը ներկայացնում է որպես արժանապատիվ, ինքնիշխան եւ կենսունակ հայկական պետության կերտման ճանապարհ։ Մարդու եկավասից գնալու ենք Ռուսաստան փրկվենք, գնալու ենք Եվրոպա փրկվենք, հենց այդպես բառասից իմացի սուտ ասում։ Հələ մի հատ աշխարհում վիճակը նայի, այն մարդիկ, ով ուզում են գնան տե որ իբր փրկվեն, այդ մարդիկ փրկության կարիք ունեն, էլի։ Այո։ Կուսակցության քարոզարշավի հաջորդ կանգառը եղել է Գյումրին, որտեղ Սուրեն Պետրոսյանը, Վարդան Այվազյանը եւ թիմի անդամները հանդիպել են բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել են կուսակցության հիմնական ուղերձները, պետականության ամրապնդում, ազգային արժանապատվություն եւ հայկական պետության ապագայի շուրջ հանրային համախմբում։ Ընտրելով 14-ը դու ընտրում ես ոչ թե համակերպվողի, այլ ընդվզողի, պայքարողի եւ հաղթողի հոգեբանությունը։ Ընտրելով 14-ը դու ընտրում ես ոչ թե սպառողի, այլ կապանքները պատրողի եւ արարողի, հայի հոգեբանությունը։ Ընտրելով 14-ը դու դառնում ես հայկական պետության կերտման անմիջական մասնակիցը։ Կուսակցությունում ընդգծում են, որ իրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են համախմբում փոխադարձարգանք եւ պետության նկատմամբ պատասխանատվության նոր մակարդակ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։